Հայոց պատմության բարդ երկարատև ժամանակաշրջանում շատ պատերազմներ են եղել, բայց Ավարայրն է դարձել յուրօրինակ խորհուրդն ու խորհրդանիշը բոլոր այդ պատերազմների։ Նպատակը հետևյալն էր. քրիստոնեությունը որպես կրոն վերացնելուց առաջ Հայաստանը թույլատնել տնտեսական։ Սա մեզ համար հայրենասիրության տիպիկ օրինակ է։ Հետագա դարերում մեր հաղթանակները պայմանավորված եղել հիմնականում Ավարայրի եւ նմանատիպ ճակատամարտերի ոգեղեն այդ հարստությունով։ Այն ինչ տեղ ունեցավ 451 թվականին Հայաստանում եւ որը հայտնի է Վարդանանց ապստամբություն անունով եւ որին անդրադարձան մեր պատմիչները, դա իր նախապատմությունը ունի, որ առանց գիտենալու Վարդանանց պատերազմը չի հասկացվում։ Հասկերտը, որը գա բարձրացավ 439 թվականին, որոշակիորեն իր առջև խնդիր դրեց պայքարել իր երկրում քրիստոնեության ոչնչացման համար։ Նա ինչ որ արեց 430-ից մինչև 440-ական թվականները, դա պարսկական քրիստոնեությունը դուրս մղելու քայլեր էին, որը ավարտելով հաջողությամբ կամ համարյա ավարտելով, նա իր առջև նպատակ դրեց այդ նույն քաղաքականությունն անցկացնել նաև իր տիրապետության ներքո գտնվող արդեն քրիստոնեական հողերը։ Այս ճակատամարտից հետո, այս դեպքերից զարգացումներից հետո ապացուցվեց, որ հայերը արդեն հզոր ժողովուրդ են, որոնց չի կարելի ճնշել, նաև եթե քաղաքական առումով ինչ-որ ժամանակ ենթարկել են իրենց, ապա հոգևոր նրանց հարստությունը այնքան զորավոր է, այնքան ներուժ ունեցող ժողովուրդ են, որ դժվար թե կարելի լինել ճնշել հայերին։ Այսինքն ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը հոգևոր արժե համակարգ ունեցող ժողովուրդ է արդեն, որի մշակույթը, որի բարոյական ընկալումները, կյանքի չափանիշները հիմնված են քրիստոնեության վրա, քրիստոնեական արժե համակարգի վրա։ Ավարայրի ճակատամարտը շատ մեծ խորհուրդ ունի հոգեբանական իմաստով։ Ճակատամարտի նշանակությունը մեծ է մեր ժողովրդի մեջ ոգին ամրապնդելու, ազգային ազգագրական ոգին ամրապնդելու եւ հետագա դարերում մեր հաղթանակները պայմանավորված եղել հիմնականում Ավարայրի եւ նմանատիպ ճակատամարտերի ոգեղեն այդ հարստությունով, որ մենք մեր զորահրամանատարները, մեր ժողովրդի ներկայացուցիչները տարել են մեծ հաղթանակներ։ Եղիշեի համար ամեն ինչ գիտականորեն հստակ է եւ Վարդանը ամբողջական քաղաքական ու նաեւ ռազմական գործիչ է։ Նրա նշանավոր հայտնի ճառը զորքին ուղված, որտեղ նա հենց այդ միասնականության ջատագովն է։ Եղիշեի համար հայոց պատերազմը Ավարայրը տվյալ դեպքում իմաստ էր ստանում, մեծ խորհուրդ էր ստանում հենց միասնականության առումով։ Ահա թե ինչու նա Վասակի կործանումը մահը պատկերելով ասում է այս գիրքը գրվեց նրա մասին։ 19-րդ դարում պատմագիտությունը փորձեց վերանայել շատ բան եւ Ադոնցը, Գարագաշյանը Վասակի կերպարի մեջ տեսան դիվանագետին, ոչ թե միագծորեն դավաճանին, որ նա փորձում էր դիվանագիտորեն հասնել ինքնուրույնության եւ այլն։ Ադոնցը այստեղ հատուկ նշում է, ասում է, որ հայ քաղաքական մտքի պատմության մեջ կան երկու հոսանքներ, մեկը Մամիկոնյանները, որպես միշտ անվերապահորեն զինական ուժի կողմնակիցներ, եւ հայոց աշխարհում երբ որևէ ապստամբության, որևէ ուրեմն ազատասիրական արտահայտության հարց էր ծագում, բոլորի հայացքը հառնվում էր Մամիկոնյաններին։ Ադոնցը սակայն ասում է, որ Բագրատունիների յուրաքանչյուր այդպիսի քաղաքական հաջողությանը նախորդել է Մամիկոնյանների ապստամբությունը։ Այսինքն հաշվի են առնում նրան, բանակցում են նրա հետ, որտեղ կա կենթանություն, մեռյալների հետ, ստրուկների հետ չեն բանակցում։ Դու որևէ ուժ պետք է ունենաս, զենք պետք է բարձրացնես, որպեսզի անհետև քեզնից եկողի հետ բանակցեն։ Եվ ելնում է ժողովուրդը
դժվար է դիվանագիտական խաղերի դիմել։ Առաջնորդները լինում են նրանք, ովքեր ճիշտ են հասկանում ժողովրդի ընկալումները, ժողովրդի գիտակցությունը, ժողովրդի մեջ եղածը։ Այդ պատճառով էլ ահա այդ զուգահեռի մեջ ճիշտ դուրս եկավ պատմության դասով, որքան էլ գիտությունը փորձի այլ բացատրություններ գտնել, բայց ճիշտ էր Վարդանանց շարժումը։ Ցավոք սրտի 5-րդ դարի սկզբին չունեինք պետականություն եւ Վարդանանց նաեւ շարժումը, Վարդանանց ապստամբությունը, նաեւ Վարդանանց պայքարը միտված էր վերականգնվելու հայոց պետականությունը։ Անշուշտ Մարզպանական Հայաստանը դա եւս պետական միավորում էր, ինչպես Նիկողայոս Ադոնսն է իր տեսակետը արտահայտել այս հարցի շուրջ, բայց թագավոր չունեինք դեռ, բացակայր թագավորը եւ ըստ էության պիտի վերականգնվեր։ Անշուշտ սա տևեց դարեր, վերականգնվեց հետագայում ավելի ուշ ժամանակաշրջանում մեր պետականությունը, բայց եկեղեցու այն գործառույթը, որ մեր ժողովրդին տվեց մշակույթ, մեր ժողովրդին տվեց արժեհամակարգ, դա փաստացի է եւ սրա այսինքն սա ապացուցվեց եւ իրականություն դարձավ Վարդանանց շարժման միջոցով, նաեւ ավերելի ճակատամարտի ընթացքում, որովհետեւ այս ճակատամարտը առաջինն էր, երբ որ հավատքի համար ամբողջ ժողովուրդը ոտքի էր կանգնում։ Երբ որ 447 թվականին Հայաստան ուղարկվեց Տենշապո անով մի պաշտոնյայի, նպատակը հետևյալն էր. քրիստոնեությունը որպես կրոն վերացնելուց առաջ Հայաստանը թույլատրել տնտեսապես եւ որի հետևանքով արդեն հեշտությամբ կարող էին լուծել մյուս հարցերը։ Հայաստանում տեղ ունեցող երևույթները կանխելու համար Հայաստանից հեռացնել տվեց այն բոլոր ուժերին, որոնք դա կարող են խանգարել։ Օրինակ բանակը։ Ճիշտ է, հայկական պետականություն գոյություն չուներ, սակայն բանակը կար, գործառույթները կային։ Սպարապետը հայ է, երկրի հարգահավաքը գլխավոր վարչությունը հայերի ձեռքում է գտնվում, մեծ դատավորի պաշտոնը հայոց եկեղեցու ձեռքում է գտնվում, հայոց կաթողիկոսի, այդ դրանք ինքը սահմանափակեց եւ վերացրեց, նշանակելով պարսիկների։ Միջև հիմա էլ կարծես թե կա մնում է մթնոլորտում այն եզրահանգումը, որ ավարայրը մեզ տվեց բարոյական հաղթանակ։ Եթե պատճառները քաղաքական են ուղղակիորեն կապված ինքնուրույնության կամ հարաբերական ինքնուրույնության կրողներից մեկի բանակի հետ, մեր հոգևոր մշակութային ինքնուրույնության ամենամեծ հիմքերից մեկի դավանանքի եկեղեցու հետ, անպայմանորեն քաղաքական են, ապա դժվար է միագծորեն այդպես շեշտել ու անընդհատ ավարայրի հաղթանակների մեջ տեսնել միայն բարոյական կողմը։ Ճակատամարտը այն ձևով, ինչպես որ մենք գիտենք, ինչ մենք գիտենք դա Եղիշեի միջոցով եւ Ղազար Պարպեցու միջոցով, դա հայերի կողմից մի պատերազմ էր, որը պիտի իրեն ցույց տար, որ պաշտպանում ենք իր դավանանքը։ Մեր հոգևոր գրականության մեջ եւ անգամ այսօր հնչող այն բաները, թե Վարդանը նահատակ է եւ իջավ նահատակվելու համար, դա կեղծիք է։ Կեղծիք է բառի սպոն իմաստով։ Նրանք չեն իջել նահատակվելու, նրանք իջել են հաղթելու։ Նրանք իջել են պաշտպանելու իրենց դավանանքը, իրենց երկիրը կռվելու։ Իմ կարծիքով որպես պատմաբանի, ավարայրը դա հայկական պետականության, դա եթե կուզեք թագավորության վերականգնման, ժողովրդի ինքնությունը պաշտպանելու մի երևույթ էր, որովհետև առանց կռվելու հնարավոր չէր դա պաշտպանելու, եւ ժողովրդին հետ տանել, ինչպես ասում էր Վասակը, դիվանագիտությամբ, քաղաքականությամբ այս հարցը փակելը ոչ մի օգուտ չէր տա, որովհետև եթե այս դրվագում փակում են, մյուս դրվագում նորից է բացվում։ Այնպես որ ավարայրը քաղաքական դա նաև ակտ էր, ավարայրը նաև դա պետականության պաշտպանության ակտ էր։ Համաշխարհային պատմության մեջ առաջի դեպքն է
սա, որ մի ժողովուրդ ոտքի է կանգնում իր հավատքը, իր կրոնը, իր հոգևոր արժեհամակարգը պաշտպանելու համար։ Եվ այս պատերազմում ընդգրկված են ոչ միայն աշխարհականներ, ազնվականներ, զինվորականներ, պարզ գյուղացիներ, այլև նաև այս շարժման մեջ ընդգրկված են հոգևորականներ, ոչ միայն գաղափարախոսի հանգամանքով, ոգևորողի հանգամանքով, այլև զենքները ձեռքին պայքարում էին այս պատերազմի ժամանակ, որոնց մեջ հայտնի է Ղևոն Երեցը իր հետևորդներով, Հովսեփ Հողոցի Մեծի կաթողիկոսը, նրանք բոլորը միասնաբար ոտքի են կանգնել հայ ազնվականության եւ հայ ժողովրդի հետ։ Ժողովուրդը միասնական բռունց դարձած պայքարում է։ Սա այս կարևոր խորհրդանիշն է։ Ավարայրի ոգին հետագա դարերի մեր ճակատամարտերում ոգեղեն ունեցանք եւ այսօր փաստացի ունեցանք մեր Արցախ հայրենիքը, որը երկրորդ մեր պետականությունն է այսօր Հայաստանի Հանրապետության կողքը եւ դա այդ ոգու արտահայտությունն էր։ Ուղիա եւ հաջողիայի մեծ գործը ձեռած մերոց եւ պաշտպանություն, հավատո եւ հարինյաց եւ ազատագրումն շրջանի Շուշվա։ Մեր պատմության ամենահզոր կռիվներից մեկը Արցախյան ազատամարտն էր։ Շուշին մեր հաղթանակների, մեր ամբողջ պատմության հաղթանակների ամենամեծ պորտկումներից մեկն էր։ Ռազմական առումով մենք այստեղ հաղթանակ ունենք, որպեսզի հստակ դառնա այս հարաբերությունը։ Քաղաքական առումով դեռևս հստակված չէ հաղթանակը, որովհետև կա Արցախի հանրապետությունը, բայց միջազգայինորեն ճանաչված չէ։ Եվ եթե մենք մեր երկրի Հայաստանի ներսում չուժեղանանք, հիմքեր կխարխլենք այն հիմքերը, որոնք կհանգեցնեն քաղաքական հաղթանակների։ Այն ինչ այսօր ունենք, ինչ ունենք նաև երրորդ հանրապետությունը, ունեցանք Շուշի ազատագրում, ունեցանք Ղարաբաղի ազատագրում եւ որ արդեն իրականության մեջ մենք հաղթանակ կերտող ենք եւ կարեւոր չէ ինչ քանակով կռվենք, կարեւոր որ ոգի կար։ Ես ուզում եմ ասել, որ հիմքը հենց ոգու շարունակությունն է, որ այսօր եկավ։ Ես այսօր ինչ եմ ուզում, որ այսօրվա սերունդի մեջ, կոնկրետ հայկազունների մեջ, փոքր մերականների մեջ նույնպես մտնի այն գաղափարախոսությունը, որ հայերը ճիշտ է, եղել են ճակատամարտեր, եղել են դեպքեր, որ ծանր է եղել իրավիճակը, բայց երբ որ բռնուցքվել են, երբ որ միասնական են եղել, միշտ հաղթանակը մերն է եղել։ Մեր ժողովուրդը կարողացավ իր ասելիքը ասել եւ իր առջև դրած խնդիրը լուծել։ Սա նաև կարևոր է պատմության մեջ միշտ ներշնչել է մեր ժողովրդին, նաև Արցախյան պատերազմի տարիներին մենք տեսանք, որ մեր ժողովուրդը բռունց դարձավ, մի կողմ դրեցին իրենց տարածությունները, քաղաքական, մշակութային եւ այլն, զինվոր եւ հոգեորական, աշխարհական եւ հոգեորական, կին, տղամարդ, ծեր, երիտասարդ, բոլորը միավորվեցին, պայքարեցին հանուն հայրենիքի ազատագրման եւ հաղթանակ կերտեցին։ Ավարայրի ճակատամարտը միայն հիշողություն չէ, այն ուղեկցել է մեր ժողովրդին իր բազմադարյան պատմության ընթացքում եւ լիցք է հաղորդել նրան գոյամակարումներում հաղթանակ տանելու, դիմանալու։ Այն ցույց տվեց, որ այն ժողովուրդը, որը իր հողի եւ հավատի համար ոտքի է ելնում ազգովին եւ մարտնչում է, նա չի մեռնի, նա հարատևելու է ինչպես իր հողը, ինչպես հայրենի երկինքը, ինչպես հայրենի լեռները, մեր խորհրդանիշ Արարատ լեռը։ Ինչպես Եղիշեն է ասում, ժողովուրդը պետք է կարողանա նվաճել իր ապրելու իրավունքը։ Երբ հայերը կարողացան պահպանել իրենց հավատը, որը տրված էր Աստծու կողմից,
նրանք կարողացան նաև պահպանել իրենց կյանքը, գոյատևել, որովհետև իրենց այդ կյանքը հարատևումը եւս Աստծո կողմից էր տրված։ Իմ հայրենյացոքի վարդան, հոգիս հոգույթ եղնի ղուրբան, վարդամոդի ոպերինքով։ Վարդանը մեր ժամանակակիցն է, Վարդանը մեր հետ է, Վարդանը մեր մեջ է։ Խանջյանը, որը երջանկահիշատակ Վազգեն Բեհապարի կողմից պատվեր ստացավ ստեղծելու իր հայտնի պատկերը, Գոբելենը, Վարդանանքը, հայտնի է սա բոլորին։ Երբ մենք նայում ենք այդ պատկերին, ապա տեսնում ենք այստեղ անցյալի մեր բոլոր մեծերին։ Այսինքն ամբողջ պատմության ընթացքում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը մի բառով կարելի ասել Վարդանանք։ Վարդանանց զորավարած տոնը, նաև անվանակոչության տոնը շատ հայ երիտասարդների, որոնց մեջ աշխարհականներ, հոգևորականներ, նաև անվանակոչության օրն է Բեհապար Հայրապետի եւ շատ այլ հոգևորականների, որոնց պիտի շնորհավորենք այս տոնի առիթով։ Վարդանանց քաջերի մեջ, նահատակների մեջ նաև Գարեգին Սրբանցյան անունով իշխան է եղել, որը նահատակվել է, եւ Բեհապար Հայրապետի անունն է եւ նրա անվանակոչության օրն է։ Հայ երիտասարդները միմյանց պիտի շնորհավորեն իրենց անվանակոչության օրվա առիթով եւ պիտի նրանց օրինակով ներշնչվեն։ Սա պիտի լինի նրանց համար օրինակ հայրենասիրության, եկեղեցասիրության օրինակ, վասն հավատո եւ վասն հայրենիից։ Դի չմոռանանք այս խոսքերը։ Սա մեզ համար հայրենասիրության տիպիկ օրինակ է, որ հայրենասիրություն հիմնված առողջ արժեհամակարգի վրա, հայրենասիրություն, որը մարդուն ստիպում է նաև ճիշտ ապրելու։ Բոլոր դարերի մեր զոհվածները, բոլոր դարերի մեր հերոսները, բոլորն էլ ցանկացել են, որ ունենան պետականություն, բոլորն էլ ցանկացել են, որ ունենան սեփական լեզու եւ դրա համար են իրենց կյանքը տվել, որպեսզի ունենան այսօրվա մեր հայրենիքը։